Օրերս Գուգարատ թեմի առաջնորդանանում նախագահությամբ թեմակալ առաջնորդ Տերտեբու arczepiskopos Ջուլջանին տեղի ունեցավ քահանայի ժողով, որին մասնակցում էին թեմի բոլոր 14 հոգևորականները։ Ժողով բացվեց տերունական աղոթքով, որին հաջորդեց Սրբազան հոր եպիսկոպոսած ժողովին քննարկած 1915 թվականի նահատակների սրբադասման եւ մկրտության տեսին առնչվող հարցերի շուրջ զրույցը, որով ներկա հոգևորականները ծանոթացան թեմային առնչվող մանրամասներին։ Ապա քահանահայրերը ներկայացրեցին զեկույցներ անցնող ամիսներին տարբեր ծրագրերում իրենց մասնակցությունը բերած սեմինար հանդիպումների, քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից կազմակերպված հոգևոր աջակցություն ընտանիքների ծրագրին թեմից մասնակցության, ծուխերի հետ կապված խնդիրների, թաղման կարգի ծիսակատարության միանմանությունների, ավետարանական առակները հայ դպրոցում քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ծրագրի թեմում իրականացման եւ այլնի շուրջ։ Սրբազան հոր կողմից հոգևոր հայրերին հրահանգ եղավ նաեւ Վանադոր քաղաքում իրականացվող ձեռք մեկնիր բարեգործական ծրագրի թեմական դարձնելու մասին, որով ծրագիրը ըստ անհրաժեշտի իրականացվի նաև թեմի այլ համայնքներում։ Քննարկվեց նաև առաջիկայում Սուրբ Հակոբ Մզբնա հայրապետի տոնին համաթեմական ուխտագնացության մասին թեմի Սուրբ Հակոբ անունը կրող միակ գործող եկեղեցի, որը ոցվել էր օգոստոս ամսին եւ դարձել Շահումյան համայնքի գործող եկեղեցին։ Հավարդ ժողովի Սրբազան հայրը եւ ներկա հոգևորականները շնորհավորեցին նորանշանակ Տեր Ղազար քահանա Թորոսյանի մուտքը Գուգարատեմ եւ Սրբազան հոր կողմից օրհնության գիր հանձնեցին ու բարի ճանապարհ մաղթեցին ապատավանքի բազմավաստակ վանահայր հոգեշնորհ Տեր Ասպետ Վարդապետ Պալյանին, ով այլևս իր հոգևոր ծառայությունը պետք է բերի Երուսաղեմ Սրբոց Հակոբյանց միաբանության շարքերում։ Տեր Ղազար քահանա Թորոսյանը նշանակված է Գուգարաթեմի հաղպատի եւ տարածաշրջանի 4 գյուղերի հոգևոր հովիվ։ Դիվան Գուգարաթեմի